Ռուսական ծորենով բեռնավորված 15 վագոն Հայաստան հասավ անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի դարածքով հայտնեց Հայաստանի վարչապետի աշխատակազմը։ Թեպի Հայաստանի բեռնափոխադրումներու սահմանափակումներուն վերացումը Ադրբեջանի կողմեն կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցություններու վերականգնման եւ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն կհանդիսանա Վաշինգտոնի մեջ ցերբերված պայմանավորվածություններու կորզնական իրականացումները մեկը նպաստելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ըստ հայտարարության մեջ։ Շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահը Ղազախստանի մեջ հայտարարած էր, որ Բաքուն կվերացնե հայկական բեռներու դարանցման արգելքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ 10 օր առաջ հայտարարած էր, որ ռուսերն ու ադրբեջանցիները քննարկած են այս հարցը եւ Բաքուն վերահաստատած է, որ պատրաստ է թույլատրելու ռուսական արտադրանքի դարանցումը Հայաստան։ Քիշերը Լորի մարզի այրում գայարաններ նաև տնտեսության նախարար Գևորգ Բաբոյանը, որը անձամբ թիմավորեց Ադրբեջանին Վրաստան այնտեղեն Հայաստան հասած ծորենով լեցուն վագոնները։ Ըստ էության կարելի է ասել, այս երթուղին արդեն կորզարկված է։ Հարաճիգային Հայաստան պիտի ժամանի նաև ղազախական ծորենը, որը դեռ Ադրբեջանի դարածքի մեջ է, քնած կթիմավորել են հետո լրագրողներուն ըստ տնտեսության նախարարը։ Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջ 132 վագոն ծորեն պիտի ուղարկի Հայաստան նոր երկաթուղային ճանապարհով, այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխադրամիջոցներու նախարարությունը ԹԱՍՍ-ի փոխանցմամբ։ Ռուսաստանի նախարարությունն ընդգծած են, որ սա Ադրբեջանի դարածքով Հայաստան բեռներու տեղափոխման առաջին թեփքն է 1990-ական թվականներեն ի վեր։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև Ադրբեջանի եւ Վրաստանի դարածքով երկաթուղային գաբի բացումը իրական ներդրում է հարավային Կովկասի մեջ խաղաղության հաստատման ուղղությամբ, այս մասին լրագրողներուն ասաց է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։ Կողջունենք Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը, որ իրականացված է Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի դարածքով ԹԱՍՍ-ի փոխանցմամբ ասաց է փոխվարչապետը։ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարար Ջեյհուն Բայրամով հանդիպում ունեցած է հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին հետ։ Հանդիպման ընթացքին քննարկված են Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության ներգավիճակ եւ հերանեկարները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններու ղեկավարման գործընթացը, ինչպես նաեւ դարաշրջանային եւ միջազգային հարցեր։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնած է Բրյուսելի պատրաստակամությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնի գագաթնաժողովին ցերբերված պայմանավորվածություններուն աջակցելու։ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարարն իր հերթին Մագդալենա Գրոնոյին ներկայացուցած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններու ղեկավարման եւ խաղաղ ղեկավարման գործընթացի մեջ ցերկ բերված հարաճընթացը եւ հերանեկարները, ինչպես նաեւ անոր փոխանցած է Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանը միջազգային ադյաններեն Ադրբեջանի դեմ ներկայացուցած հայցերը յետ քաշելու քննարկում կամ որոշում չունի, լրագրողներուն հետ զրույցին ասաց է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Գարեն Անդրեասյան։ Ոչ իմ նախորդի, ոչ ալ իմ օրոք որևէ հայց յետ չէ վերցված եւ նման քննարկում չկա։ Ես բոլոր թադական վեճերուն կներկայացնեմ Հայաստանի Հանրապետությունը ըլլա այդ միջպետական վեճ Ադրբեջանի հետ կամ մարդու իրավունքներու եվրոպական դատարանի գործընթաց, ընդգծած է Անդրեասյան։ Լրագրողի դիտարկման, որ Վաշինգտոնի մեջ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրի մեջ գա գետնը, որ մով կողմերը կբարդավորվին համաձայնագիրի ուժի մեջ մտնել են հետո յետ վերցնել իրարու թեմ հայցերը միջազգային դատական ադյաններեն։ Ամերիկայի մեջ Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյան հանդիպում ունեցած է միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի քաղաքական հետազոտություններու ավագ փոխնախագահ եւ Եվրոպայի ծրագիրի տնօրեն դոկտոր Դանիել Բայերին կհայտնեն դեսպանատունեն։ Անոնք քննարկած են հայ-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաեւ հիմնադրամի հետ արգա համագործակցության խորացման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյան եւ դոկտոր Բայեր վստահություն հայտնած են, որ շարունակական երկխոսությունը եւ համագործակցության ընդլայնումը պիտի նպաստեն տարածաշրջանային հարցերու շուրջ ավելի խորքային եւ կառուցողական փոխհմբռնման ձևավորմամբ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։